Ոնց ես եղավ։ Բաշխաս, եսով կեր են։ Ես ինչ են անում։ Դիք դայի դա գնացը, երկար թիվա գրացը։ Այնտեղ գրացը։ Եթե ձեզ գնում են, ապա հաջորդիվ պետք է ձեզ վերաբերվեն ձեր որպես վաճառվածի, խնդրում եմ, ուշադիր եղեք, հասկացեք ում եք ընտրում, գնացեք տեղամասեր և կատարեք ձեր ընտրությունները։ Օգտվեք ձեր եսակի հնարավորությունից երկիրը հանելու այս իրավիճակից։ Հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս և կատարեք ձեր ընտրությունները։ Իմ խորհուրդն է ընտրել համար 15-ին։ Դուք կուսակցություն, պարոն Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, մեր վարչապետի տեխնացու Վարդան Ղուկասյանն է, բազմիցս ուսած կլինեք, թե ինչ պլաններ ունի, ինչ է պատկերացնում ապագայի համար, ինչու չի ուզում կոռուպցիա լինի, ինչի է ուզում ամուր կայուն բանակ ունենան, ինչի է ուզում հայ ժողովրդի փրկել, որովհետև առանց այն են մնացել ենք լիբուր, բարիսողիկ և լայն իմաստով։ Տեր կանգնենք մեկ երկրի, միասնական լինենք, քույր չտանք, որ մեզ գնենք, քանի որ բաղը մեզ վաճառվածի աչքերով են նայելու, քույր մի տվեք ձեր հայրենիքը ծվեն անեն, տեր կանգնենք, բաղը մեր թոռները որտեղ են ապրելու։ Խոհեր եղեք, ուշադիր եղեք, տերեղեք ձեր ձայնին, գնացեք ընտրատեղամաս, իմ խորհուրդով գնացեք 15 համարին ընտրելու, բայց եթե նույնիսկ չեք ուզում, չեք կողնորոշել, գնացեք անպայման, ձեր ձայնը մի թողեք օգտագործեք, այդպես ինչպես որ կկամենան, դուք օգտագործեք ձեր ձայնը, գնացեք ընտրատեղամաս, ընտրեք համար 15-ին, Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, դոկ կուսակցությանը, և հավատացնում եմ չեք փոշմանի, միակ մաքուր, ազնիվ, հայրենանվեր, խոհեմ մարդ է, որ այս երկիրը կհանի այս իրավիճակից։ Եկալ եք ատացեք, դավնա։
Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ, հունիսի 7-ին անպայման գնացեք ընտրատեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը, մի թույլ տվեք, որ օգտագործեն ձեր ձայնը, այնպես ինչպես որ կկամենան։ Իմ խորհուրդը կարող եք ընտրել 15 համարին, թող կուսակցությանը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Թող կուսակցություն, եթե ուզում եք երկիր ունենալ, երկիրն էլ ապրի լավ տնտեսության մեջ, ունենա ապակա։ Թող կհանձնեմ, ոչինչ։ Մարդիկ կան, բարև ձեզ։ Բարև բոլորին։ Ես տեսնում եմ ընթացքում մեզ ողջունում են մեքենաներ։ Գիտեք, հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ հայեր, շատ լավ պարզ է, որ որոշ մարդկանց փորձում են գնել։ Մի մասին էլ փորձում են օգտագործել որպես միջոց, պարտադրելով նրանց գնալ հավաքների, մասնակցել հավաքների, քանի որ պետական կառույցներում են աշխատում։ Ես հասկանում եմ, մարդիկ չեն ցանկանում կորցնել իրենց աշխատավայրերը։ Ճիշտ եք անում, մի կորցրեք, գնացեք, բայց երբ որ հունիսի 7-ին կգնաք ընտրատեղամաս, ընտրեք համար 15-ին, դուք կուսակցություն, Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, նա բազմիցս է ասել, եթե ունեք փողի կարիք վերցրեք, եթե չեք ուզում ձեր աշխատանքը կորցնել, մի կորցրեք, գնացեք, բայց վերջում ընտրատեղամասում կատարեք ձեր ընտրությունը, ընտրեք արժանապատիվ Հայաստան, ընտրեք արժանապատիվ հայի պատիվը, մի թույլ տվեք ձեզ գնեն, որովհետև վաղը վաճառվածի տեսքով են նայելու, մի ծնկեք, մի կռացեք, վաղը ձեզ ստիպելու են ավելի կռանալ, ավելի ծնկել, աշխատատեղը, աշխատավարձը օգտագործելու են ձեզ հետագայում շահագործելու դիմաց, ձեր բերանն ավելի փակելու, ձեզ ավելի կռացնելու, ձեզ ավելի ստորացնելու, խնդրում եմ տեր կանգնեք ձեր պատվին, ինչքան կարելի անարժանապատիվ ապրեն, ինչքան կարելի վաճառվել, ինչքան կարելի գնել, չի կարելի, սա երկիր է, սա հայրենիք է, սա սուրբ հող է, մենք պետք է տեր կանգնենք մեր հողին, հասկացեք վերջապես, մարդ է պետք, ով կհանի այս ամեն ինչից, Արցախի վերադարձի հարցի վրա տապանակար են դրել, ոչ, Արցախը մերն է լինելու, և մոտակա ապակայում, մեր ձեռքում է, մեր կամքում է, և մեր գլխում է մեր հաղթանակը, խնդրում եմ, պատվով մնացեք, մի ծախվեք, մի ստորացեք, մի գնացեք դեպի անկում, փորձեք ինքներդ կայուն մնալ, ձեր կամքին տեր եղեք, մի ստիպեք, որ ձեզ ստիպեն, մի ստիպեք, մի թույլ տվեք, որ ձեզ ստիպեն, մի թույլ տվեք, որ ձեզ գնեն և վաճառեն, բավական է։ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի, ձեզ ինչ է թվում, որ այսօր ձեր ձայնը որոշակի գումարի դիմաց գնում են, վաղը ձեր քթերից չեն բերելու դա, և եթե այսօր ձեզ ստիպում են կամ պարտադրում են ձեր աշխատատեղի պահելու պահպանելու համար դուրս գաք փողոց, վաղն գնաք ընտրելու, մյուս օրը չեն ծառայացնելու ձեր այդ կամքը, նրանց ստորացումը ձեր դիմաց են դնելու, ասելով, որ դուք ստա չեք, գնելիք ձեզ 2 կոպեկով, վաճառեք 2 կոպեկով, ոչ վերջնեք, կան են այն ինչ ուզում են, ինչ կուզել են, այն են արել են մինչև այսօր, ինչու եք թույլ տալիս ձեր ձայնը, ձեր պատիվը, ձեր հայրենիքումը, ձեր երկրում ապրելու արժանապատվությունը ոտնահարել։ Խնդրում եմ, տեր եղեք ձեր ձայնին, անպայման գնացեք ընտրատեղամաս, ընտրեք 15 համարին, դուք կուսակցությունը, պատվավոր Վարդան Ղուկասյանի մեր ապագա վարչապետի գլխավորությամբ, սանիտար, որը կմաքրի բոլոր տեսակի բացիկներից, կեղտից, վարակից այս երկիրը, հավատացեք կլինի, 2 կոպեկով մի վաճառվեք, այդքան էժան մի եղեք, երկիրը արժեք չունի, երկիրը անգին է։
Հայել է դրոշները։ Երևի չեն կարա։ Դրոշները լեքսած հայել է լարդա։ Շատ մի համար։ Այդտեղ ապացուցեք, որ դուք ունեք ձայն իրավունք, արժանապատվություն եւ ծախսող եւ գնվող տեսակ չեք, հայի գենը չի կարելի գնել եւ չի կարելի վաճառել երկիրը։ Խնդրում եմ, մի մարդու պես գնում ենք ամսի 7-ին, ընտրատեղամաս եւ ընտրում ենք համար 19-ի։